Երկրորդ ախտանիշը, որը ես կցանկանայի նշել, եւ որի արմատները թաքնված են հոգեվոր աշխարհում, դա ֆիզիկական հիվանդություններն են։ Օրինակ Ղուկասի ավետարանի 13:11-ում ասված է. Եվ ահա մի կին կար, որ 18 տարուց ի վեր տառապում էր չար ոգուց։ Կծկված էր եւ բոլորովին չէր կարողանում ուղիղ կանգնել։ Խնդրում եմ նկատի ունեցեք, այս կինը Աբրահամի դուստր էր։ Եվ հավատարմորեն հաճախում էր ժողովարան, բայց նա ուներ տկարության ոգի։ Նա ուներ ոչ միայն հիվանդություն, այլ ուներ տկարության ոգի։ Սա վկայում է այն մասին, որ նրա հիվանդության հետևում կանգնած էր որոշակի ոգի։ Եվ Հիսուսը չբուժեց այս կնոջը, այլ ազատեց նրան տկարության ոգուց։ Չէ՞ որ նրա հիվանդության պատճառը այն էր, որ նա կապված էր հոգևոր աշխարհում։ Հետաքրքիր է, քանի մարդու կյանքում են նույնպես տեղի ունենում որոշակի իրադարձություններ, այն պատճառով, որ նրանք կապված են հոգևոր աշխարհում։ Երբ Հիսուսը նայեց այս կնոջը, նա չտեսավ մի կնոջ, որը կուչ էր եկել եւ չէր կարողանում ուղղվել, այլ տեսավ անազատ կնոջ։ Նույնիսկ երբ նա այդ մասին խոսում էր փարիսեցիների հետ, ասաց, որ Սատանան կապել է այդ կնոջը եւ պահել է նրան շղթայով 18 տարի շարունակ։ Եվ սա վկայում է ոչ թե այն մասին, որ բոլոր հիվանդությունները ուղղակիորեն կապված են Սատանայի հետ, այլ այն մասին, որ կան այնպիսի հիվանդություններ, երբ պետք է ոչ թե բուժվել, այլ ստանալ ազատագրում։ Աստվածաշնչում ասված է, որ Հիսուսը եկավ, որպեսզի քանդի Սատանայի գործերը, եւ հետո գնում էր բժշկելով Սատանայից ճնշվողներին։ Բայց այս դեպքում ես ուզում եմ կենտրոնանալ նրա վրա, որ որոշ հիվանդություններ, հատկապես նրանք, որոնցով հիվանդանում են ձեր ընտանիքի բոլոր անդամները, իրենց արմատներով գնում են հոգևոր աշխարհ։ Այնպես որ առաջին հանգամանքը, որը կարող է իր արմատներով գնալ հոգևոր աշխարհ, դա կրկնվող մեղքերն են։ Երկրորդ հանգամանքը կամ երկրորդ խնդիրը, որը կարող է ունենալ հոգևոր արմատներ, դա ֆիզիկական հիվանդություններն են։